Երեք հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ազգային ժողով, ազգային ժողովի երկու падգամավորների նկատմամբ քրեական հետապնդում վարույթ հարուցելու համար։ Բարև ձեզ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի падգամավոր Հովիկ Աղազարյանին, նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր հաղորդումները այսուհետ կարող եք նաև հետևել Ovio ցանցում 46-րդ ալիքի ներքո, բարև ձեզ պարոն Աղազարյան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Ինչ քրեական գործի մասին է խոսքը, պարոն Աղազարյան, սկսենք դրանից։ Միացրել են երկու գործեր իրար հետ, մեկը նորաթուխ գործ, մեկը այդ մանր երջավորների հետ կապված, այդ մանր երջավորների հետ կապված, եթե ինչ-որ հարց ունենա, կտա կպատասխանեմ, ես դա համարյա հասելիք չունեմ, հետաքրքիր է այս մյուս մասը։ Ինչ գործ է մյուս մասը։ Մյուս մասը իբրև թե Արամ Մկրտչյան, ով հասուն տարիքում ամուսնացավ, եւ ես իր բանն էի, պսակադրության քավորն էի։ Դες մտերիմ հարաբերությունների մեջ էինք, իբրև թե ինքը ինձ փող ա տվել, կաշառք ա տվել, որ ես միջնորդ եմ Աչափնյակում Մոնգեն Թաուերավան դպրոցը, որը Որ թվականների մասին է խոսքը, երբեք իբրև միջնորդ էլ 22 մոտարապես երևի թե։ 22-ից մինչև 24 թվական, 25 թվական, որևէ քրեական գործ չի հարուցվել։ Չի հարուցվել, դեռ ավելին, ես հիմա կասեմ ինչը։ Իբրև թե Գոհարանով մեկը ցուցմունք ա տվել, որ իր անկերուհու եղբայրը Արամ Մկրտչյանը փող ա տվել ինձ, որ ինչ-որ բաներ անեմ եւ այլ, չեմ արել, այդ փողը չեմ վերադարձնում։ Ինչ գումարի մասին է խոսքը։ $23,000 իրենց ասելով։ Հիմա տեսեք իրականում ինչ ա եղել։ Այդ գոհարը մոտ տարի ու կես առաջ հրապարակային ձևով ասեց, որ ինքը ինձ $23,000 կաշառք ա տվել շինթույլտվության համար, ես չեմ արել այդ այսպես կոչված գործը եւ փողը չեմ վերադարձնում։ Գրեցին Facebook-ում բանում ես կոմենտում, ես դիմեցի ԱԱՑ։ Քանի որ ինքս մի երկու օրվա ընթացքում պարզեցի, որ այդ գոհարը կապ ունի այդ Արամի հետ, Մկրտչյան Արամի հետ։ Ես դիմեցի ԱԱՑ։ Ամբողջ պատմությունը ոդիսականը Արամի հետ ես ներկայացրեցի։ Մասնավորապես ասացի, որ ես իրան $8,000 փող եմ պարտք, որովհետև ինքը մոտիկ հարաբերությունների մեջ էինք, տունը հիպոթեկով վերցրել էի, պետք է վերանորոգեի, խոսակցության մեջ զգացել եմ, որ մի քիչ դժվարանում եմ ֆինանսներից, 1,000, 2,000, 1,500, $500 մի քանի անգամ։ Իսկ ինչով է Արամը զբաղվում, պարոն Աղազարյան։ Միջնորդական ծառայություններ էր մատուցում։ Տվեց վերադարձնելու պայմանով։ Այդ ընթացքում զուգահեռաբար երկու իրողություն իր հետ կապված եւ իմ հետ կապված եկավ ջրի երես բացվեց։ Ես հասկացա, որ ինքը իմ անունը օգտագործում է այս կամ այն հանգամանքներում մարդկանց խափելով փողը բանանում։ Ես այդ ամեն ինչը ԱԱՑ-ին ասեցի։ ԱԱՑ-ը աշխատակիցների Երբ եք դիմել ԱԱՑ-ին։ Երևի թե 22 թվականի վերջին։ Քրեական գործ հարուցվել էր քրեական։ Ես դիմեցի ԱԱՑ-ին, ԱԱՑ-ն մի ամիս հետո նորից հանդիպեցինք, ասեց պարոն Աղազարյան, մենք հետաքրքրվել ենք այդ մարդով, այդ մարդը շատ վտանգավոր մարդ է, հարյուրավոր մարդկանց հետ խնդիրներ ունի, ֆինանսական, հետեւաբար, որպեսզի այդ ամեն ինչը պարզվի, որ խնդիր չլինի, դուք պետք է դիմեք իրավապահ մարմիններին, ասենք, բան։ Դիմեցի ոստիկանությունը քննչական կոմիտեն այդ հարցը ուսումնասիրեց, գտա որ բան չկա դեռ։ Վարույթ հարուցելու գտա, որ վարույթ հարուցելու հիմք չկա։ Դրանից հետո ինչ տեղի ունեցավ, դրանից այդ զուգահեռ այդ ընթացքում էր նաև մեր կուսակցության, ԿՊ-ի կուսակցության վերստիգից հանձնաժողովը հրավիրեց այդ Արամին, որտեղ աղմուկ էր բարձրացել, այդ կնոջը Հայկ Նազարյանին, այդ հարցը բարձրելու համար, դա տեսա, որ խառնի ճանաչ բաներ են ասում, որևէ բան չեղավ։ Այսինքն այդ ձևով փակվավ այդ գործը, այդ բանը փակվավ, այդ թեման փակվավ։ 24 թվականի փետրվարից էլ ըստ դատախազության տված փաստաթղթերի Արամը լքել է Հայաստանը, որ չի վերադարձել արդեն մի տարի ավելի։ Հիմա այդ գործը վերցրել է Միացրել են խոշոր եղջերավորների գործ։ Միացրել են խոշոր եղջերավոր անասունների այդ բանի գործին, որոշակի համեմունքով։ Իբրև թե բանը Գոհարն ասում, թե Հայկն ասում, իբրև թե Արամը Մկրտչյան ինձ
հարազատ մեկին կնոջ նվիրել է հեռախոս եւ մատանի ընդհանուր $8,000 արժողությամբ։ Այդ համեմունքն ավելացել, մեկ էլ արդեն գոհարը չի ասում, որ ինքնա փող տվել։ Գոհարն ասում է, որ իրանքելու եղբայրնատվել, արամնատվել։ Տարբերությունը այդ ամբողջ գործի։ Իսկ խոշոր երջերավոր անասունների հետ կապված ինչ գործ է դուք արտահանել եք, հա, նման Ոչ, խոշոր երջերավոր անասունների հետ կապված այդ նախ այդ գործը ոնց է բացվել։ Բացվել է հետևյալ կերպ. երկու սլավիկներ, մեկը Կարապետյան, մեկը Պողոսյան, Կարապետյանը ոստիկանության աշխատող, ինք մյուսը սովորական քաղաքացի, ում հետ ծանոթացել եմ իմ ընկերոջ Սլավիկ Պողոսյանի հետ, Սիմոն Պետրոսյանի միջոցով։ Սլավիկ Պողոսյանը իրանք վարորդական իրավունքների անօրինական այսպես կոչված գործակցներ են արել եւ արդեն հեռացվել են գործընթացը հասել է հիմա դատական գործընթացն է գնում։ Սրանք իրար հետ հեռախոսով խոսալուց խոսում են իմ մասին, իրար հետ հեռախոսով խոսալուց։ Դե քանի որ իրանք էլ այդ ժամանակ հսկողության տակ են լինում, ձայնագրվել է այդ խոսակցությունը, որ Աղազարյան Հովիկը պատրաստ է մեզ օգնի, որ ոչխարները մենք արտահանենք, ես կոմենկոմ, այդ կարանտին, մարանտին եւ այլ որպես եւ այդ համար $200,000 փող է ուզում։ Իրանք են խոսում իրար մեջ, իրար որոշում, հետո ասում 100,000-ը Հավանաբար մեկը մյուսին ուզեցել է գցել ծերանը։ Մեկը մյուսին ուզեցել է գցել, դա պատմեն պարզվել է։ Բայց եթե պարզվել է պարնաղած։ Հիմա մի րոպե, հիմա շատ կարևոր պահ է իմաստը։ Սլավիկ Պողոսյանը այդ ժամանակներից մի քիչ առաջ ինձ մոտիկանում է, ասում է պարոն Աղազարյան, մի հատ տենդեր եմ շահել գյուղում։ Կիսախողովակներ պետք է անցկացնի ջրի համար, ջրատար։ Տենդերը չեմ հասցնում կատարեն։ Կարա՞ք խնդրեք նախարարությանը տեղափոխեն մյուս տարի։ Խոսեցի փոխնախարարի հետ, ասավ պարոն Աղազարյան, հա, խնդիր չկա, տեղափոխենք, եթե շուտ ֆինանսական։ Որ փոխնախարարի հետ եք խոսում։ Տետերյան կարծեմ, Տետերյանն է։ Տեղափոխեցին մյուս տարի, ասեցի լսի Սլավիկ ջան, խայտարակ չանես ինձ, հանգած խնդիր չունի, ասով չէ։ Եկավ գարունը մեկ էլ քրեական գործով անցնող, հա, տենդերները շահում պետական փաստորեն բարձում է։ հալա ժամանակ քրեական գործով չէր անցնում։ Չէ, վարորդական իրավունքներ։ Հալա չէր անցնում քրեական գործով։ Դա հետո է բացվել։ Այդ տենդերը, այդ որից ասել եմ, դրանից առաջ է եղել։ Հետո ամառ Գառնանը զանգեց, Գառնան կողմերը, պարոն Աղազարյան, բանը մի քանի գործը մարի փողերը չեմ կարող վերցնել, ֆինանսներից նեղվում եմ, էլի։ Մի հատ ընկերություն կա, կիսախողովակներ արտադրում է։ Կարա՞ք խնդրեք, ասեք կիսախողովակները տա, գործ անեմ, փողը ստանեմ, տամ իրա փողը։ Ասի դու տվյալները փորձեմ։ Տվեց, խնդրեցի, մարդիկ ընտրաժ գնացին, տվեցին 5 միլիոնի կիսախողովակ տվեցին։ Իրան ասեցի, լսի, խայտարակ չանես նորից։ Վերջը խայտարակ արեց ես։ Մի րոպե, եկավ մի երկու ամիս հետո այդ մարդը զանգեց, բա փողը չի տալիս պարոն Աղազարյան, ես խառնեցինք իրար, բան մեկ է զանգում է ինքը, ինձ Սլավիկը։ Կիրակի օրով ես Սևանում եմ, ընկերներս հետ հանգստանում եմ, պարոն Աղազարյան, բայց խոսալու բան կա։ Ասի, հա, վաղը գաս խոսանք։ Չէ, շտապ է, եթե բան, ասի Սևանում եմ։ Կարամ գամ, ասի արի։ Եկավ Սևան, ես էլ հելա ափից եկա ճանապարհի վրա, ավտոյից իջավ, ավտոյի մեջ կար ուրիշը, թե չկար, ես չգիտեմ։ Իջավ եկավ ասավ, ես էլ անհանգստացա, կարող եք կիսախողովակների գործով ինչ խնդիրներ առաջացել։ Խառնվեցի իրար, էլի, մարդ են, հիմա բանան եմ։ Բայց այս ծրագիր կա, մոտիկ մարդ կա, որը կարա Էմիրատների հետ կապ պաշտպանի ֆիրմա բացեն, ոչխարներ արտահանեն, մի խնդիր կա, որ ոչխարները արտահանելուց ոչ թե բերեն հատուկ այդ կարանտինի տեղը, որ այդ անասնաբուժական ծառայությունների մատուցեն նոր տանեն, քաշ են գցում ոչխարները, այլ կլինի, որ գան տեղում այդ ծառայությունների մատուցեն տանեն, կարա օգնեք այդ հարցում։ Ես երբ որ լսեցի, որ խոսքը չի վերաբերում այդ կիսախողովակներին, հանգստացա, ասիկա մտածեմ, կասեմ, հիմա չեմ կարող այդ բան անեմ։ Եղավ, վաղը չեմ ասել, պիտի հանդիպեինք։ Ես ճշտեցի ինչ-որ բաներ, որ այդ բացարձակապես որևէ բանով հնարավոր չի օգտակար լինել, որովհետև օրենքը կանոնակարգված է, խիստ պետք է ոչխարները գան, ստեյից գնան։ Հանդիպեցինք, արդեն ինքն եկավ այդ Աշոտի հետ, որ այդ գոտակը պիտի աներ։ Ասեցի, որ սենց է վիճակը, դա հնարավոր բան չի, որևէ բանով չեմ կարող օգնեմ, կներեք։ Բա ափսոս, այսքան ոչխար, այսքան փող, բան, ասի կներեք, չեմ կարող օգնեմ։ Հետո եթում են իրանք իրար մեջ ինչ են անում, ինչ չեն անում եւ այլ, նոր դրանից հետո արդեն ինձ կանչում են որպես վկա ու այդ պատմությունը իսկ ԱԶ-ի քննչականում հարուցված քրեական գործ է թե հակակոռուպցիոն, հա։ Բանում հակակոռուպցիոն։ Իսկ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չի հարուցվել, կարծեմ ձեր նախկին կուսակիցը հայտարարում էր, որ դուք
պետական դավաճանության հավասար ինֆորմացիա եք արտահանել ԿՊ-ին։ Դե հարուցվել է, ասենք դատախազությունը քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչության հայտարարության հիման վրա միջնորդել է հակակոռուպցիոն Իսկ ո՞րն էր վերջապես այդ պետական դավաճանության այդ ինչ արտահոսքը տեղ ունեցել, պարոն Աղազյան։ Ես չգիտեմ։ Իսկ Արցախ հանձնելը պետական դավաճանություն է այստեղ։ Չէ, Արցախի կորուստը ոչ հայ ժողովրդի կորուստն է, որտեղ յուրաքանչյուրս ունենք Հայ ժողովրդի կորուստն է, բայց Չէ, կորցրել ենք, ամենեքսել ունենք մեր մեղքի բաժինը։ այսինքն Նիկոլ Փաշինյանը դրանում որևէ Ամենաշատ մեղքի բաժին ունի Նիկոլ Փաշինյանը։ Լավ, դուք հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչ ԿՊ-ից հեռացվելը անկախ падգամավոր ինչ էր առաջարկում ձեզ հեռանալ, մանդատը վայր դնել։ Այո։ Ինչի համար։ Ինչ էր իր նպատակը, վերջի ինչու էր ձեզ հեռացնում։ Ֆորմալ ձևով ինքը ասում էր, որ մանա փաստորեն Քարամյանի հետ ՏՀ միջադեպից հետո ինքը ուժայիներին բան արել, այսպես Քարամյանին ազատել աշխատանքից։ Հիմա պետքա որ դուք էլ մանդատը վայր դնեք, որպեսզի բանը այսպես համերաշխության մտնոլորտը պահպանվի։ Դուք չդրեցիք, ու այս քրեական գործերը դրա հետ։ Ես դրեցի, որովհետև ես գտա, ասեցի, պարոն վարչապետ, դա ճիշտ մոտեցում չի։ Իսկ սա քաղաքական տերոր է, պարոն Աղազարյան, ձեր նկատմամբ։ Դուք փաստորեն բացում եք քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության արդեն, թեկուզ եւ արդեն հեռացվել եք, միակ հանցագործն եք ճակերտավոր։ Նման բանա։ Դե հիմա արդեն երբ որ ասեմ ինչ գործով դատախազությունը գալիս, խեղճ դատախազությունը Իսկ ինչու են ձեր եւ Տարոն Մարգարյանի հետ կապված, էլի։ Չէ, դե Տարոն պետք չի կապել ինձ, ժամանակագրական իմաստով է կապված, ինչ իմաստ ունի։ Իհարկե դա մտածված այն իմաստով, որ մեր համար չկա մերոնք, ձերոնք, բանման, Պարոն Աղազյան, երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական թիմերի միջև կարծես գզվարտոց է տեղ ունենում, մեկը մյուսին մեղադրում են Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերելու, սատարելու եւ այլնի մեջ։ Դուք որպես իշխող կուսակցության նախկին անդամ ցանկանամ ճշտեմ։ Վերջիվերջո երկրորդ նախագահի քաղաքական թիմն է բերել, թե երրորդ նախագահի։ Շատերի մոտ մինչև հիմա հարց է առաջանում, ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանությանը։ Հիմա դու կներես իհարկե, որպես դավաճան պետությանը տալիս ես վնաս։ Ջարդում ես այս բաժակը։ Մի տարբերակ, հաջորդ տարբերակը։ Դու ոչ թե որպես դավաճան, այլ քու մարդկային որակների, քու ոչ կոմպետենտության պատճառով ջարդում ես այս բաժակը։ Տարբերություն կա արդյունքի իմաստով։ Արդյունքի իմաստով չկա։ Տարբերություն չկա։ Հիմա ինչ եք խորանում դրանում, ով է բերել Նիկոլին, ով չի բերել Նիկոլին։ Ժողովուրդն է բերել Նիկոլին։ Ժողովուրդն է բերել Նիկոլին։ Դա ակնհայտ է։ Դա պետք չի դες բանը։ Ու դուք ուզում եք իմաստը որն է։ Հիմա դուք արդեն փորձում եք հեռացնել Նիկոլին։ Այո, ես փորձում եմ հեռացնել, ոչ թե հեռացնել ներողություն, այլ ժողովրդի մոտ ներկայանալ այն տեսակետով, որ Նիկոլը մեր երկրի համար դժվարագույն ժամանակահատվածում ղեկավարել է երկիրը, մոտ արդեն 8 տարի կլինի 26 թվականին, եւ ինքը ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես մարշվել է, ինքը հիմա դառնալու է նոր որակի, եթե ընտրվի դառնալու նոր որակի ղեկավար, ավտորիտար ղեկավար, որը շատ վտանգավոր է մեր պետության համար։ Հետևաբար պետք է ինքը մենք պետք է ամեն ինչ անենք, եթե կարողանանք համոզել ժողովրդին, որ հերթական կամ արտահայտությունների արդյունքում ինքը չդառնա վարչապետ։ Փողոցային պայքարի դուրս գալու Չէ, փողոցային պայքարի դուրս չեն գալու։ Ընտրությունով հեռացնելու եք։ Այսինքն ընդդիմություն եք։ Տեղավորվում եք ընդդիմադիր դաշտում ձեր կուսակցությունը։ Այո։ Իսկ մանդատը վայր դնելու եք, պարոն Աղազարյան, քրեական գործերից հետո։ Չէ, ես մանդատս վայր չեմ դնի։ Անկամ եթե ձեզ ձերբակալեն, Չէ, անգամ չկալանավորել են, դա բնական է, պարզ է, ամեն ինչ չեմ արել, որ կալանավորեն, որ ասենք ճշմարիտ գործադրեն, բայց ես մանդատս վայր չեմ դնի։ Մանդատը ճշմարտությունից ձեր համար թանկ է փաստորեն։ Հա, ես ինչի՞ պիտի մանդատս վայր դնեմ, ասենք ինչի՞ պիտի մանդատս վայր դնեմ։ Ասենք ես սրանով նաև բան արի, ես սրանով նաև պայքար եմ մղում, որպեսզի վարչապետը կամ հաջորդ վարչապետը նմանատիպ սխալներ ցույց տա իրան։ SMS-ներով կադրային քաղաքականությունը չորոշի եւ առավել եւս Բարձրագույն դատական խորհրդի նախագահին չազդատի
իր հրահանգով չազատվի գորի, դա սարսափելի է։ Այնքան թեթև եք խոսում այս ամեն ինչի մասին, այնքան թեթև եք խոսում։ Ոսո թե ոչ ոք չեղել, Աղազարյան Հովիկ, մանդատ եւ այլ։ Դուք ընդդնայեք, տեսեք ինչ է տեղել։ Ես համաձայն եմ, պարոն Աղազարյան, Բարձրագույն դատական խորհրդի նախագահան իրավունք չունի վարչապետի հրամանով ազատվի։ Իհարկե։ Միանշանակ, բայց Կարեն Անդրեասյանը պնդում էր, որ վարչապետը ընդամենը խորհուրդ է տվել եւ նա հետեւում է։ Ոչ, վարչապետը իր հարցազրույցի ժամանակ ասեց Կարեն Անդրեասյանը ով է որ ինքը դի որոշում կայացնի։ Ես եմ ստիպել։ Այդ ինքը ասեք վարչապետի խոսույթը եւ աչքերի արտացոլանքը այդ էր, ասում որ ինքն է ասել, հանգած որևէ մեկը չկասկածի, Ալենը բանը ոչ մեկը չկասկածի, որ ինքն է բան արել։ Ես եմ ասել, հելել է։ Աղազանը չելը գել, ուր պիտի փախնի։ Հակոբ Ասլանյանի նկատմամբ քրեական գործ կա հարուցված։ Իրան ինչի համար հեռացրին կուսակցություն։ Իրան հեռացրեցին, որովհետև ինքը փորձեց պաշտպանել ճշմարտությունը, կանգնել ճշմարտության կողքին, որտեղ նաև իր ընկերները ես էի։ Կարծեմ մամուլում արտահոսքի մասին էր ձեր միջադեպը, մամուլ եթե պետական հանցագործությունը, պետական դավաճանության մասին է խոսքը, պետք է արդեն ձերբակալություններ լինեին, չէ՞, եթե պետական դավաճանության մասին է, անգամ դուք պետք է այդ հոդվածով դատապարտվեիք, ձերբակալվեիք, այլ ոչ թե խոշոր երջերավոր անասունների հետ կապված։ Այդ ինչ է նշանակում, պարոն Աղազարյան, արդյոք Նիկոլ Փաշինյանը հերթական էյֆորիայի մեջ չի գցում ժողովրդին, խաբեություն չի անում։ Եթե պետական դավաճանության փաստեր ունեն, ինչպես իրանք պնդում են, հետեւաբար պետք է նաև այդ հոդվածը, չէ, կիրառեն ձեր նկատմամբ։ Կամ լավ ուրիշ մեկ հարց տամ, պատերազմից հետո 20 թվականի բազմաթիվ դեպքեր ԱԱԾ-ն հայտարարեց, նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ $200-300 մեր զինվորականները վաճառել են իրենց հայրենիքը, ինֆորմացիա են տրամադրել Ադրբեջանին եւ այլն։ Եղան ձերբակալություններ, անգամ ձերբակալություններից հետո ձերբակալվածները ազատ են արձակվում ու վերադառնում իրենց աշխատանքին։ Այսինքն դա փաստում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը օդի մեջ խոսքեր է կերակում։ Ես եթե նայեմ մի մարդու, հայ մարդու աշկերին ու ինքը ասի, որ պարոն Աղազարյան, ես $200, $1000 ինֆորմացիա եմ տվել Ադրբեջանին, ես չեմ հավատա։ Այսինքն չի եղել նման դեպք։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ձեր կարծիքով չի։ Ես չեմ հավատա։ Նույնիսկ այդ մարդը եթե ասի, որ այո, ես այդ սխալը թույլ եմ տվել պարոն Աղազարյան, ես չեմ հավատա, որ այդպիսի բան, այդպիսի հայ մարդ կարա լինի։ Բացառված է, ես հավատամ։ Կարող է պատահի ուրիշ տարբերակներով, որ փորձել են տարբեր ձևերով կապի մեջ են մտնում, ես են անում են խափելով ինչ-որ բան, խափելով ինչ-որ նկար փախցնեն բան։ Դա հնարավոր է։ Ինչու ձեր սուբյեկտիվ կարծիքը չէիք արտահայտում, ինչ ԿՊ-ից հեռացվել է, պարոն Աղազարյան։ Արտահայտում է, ոչ չի արտահայտում։ Դուք արտահայտել եք, որ ըստ ձեզ դավաճանը մեր երկրում չկար մեկը, որ $200 հայրենիք վաճառեր։ Հիմա այդ թեմայի շուրջ կոնկրետ չէ, բայց մնացած շատ թեմաների շուրջ, որտեղ ես գտել եմ, որ իմ կարծիքը, ասենք, ես իրական եմ համարել, արտահայտել եմ։ Թիմին ասում, որտեղ որ կարելի է այդ հարցերը քննարկել։ Հրապարակավ չես ասում, հրապարակավ ասում ես այն ժամանակ, երբ դու թիմի անդամ չես, որովհետև երբ դու թիմի անդամ ես եւ հնարավորություն ես քո տեսակետը ներկայացնելու, ընդունվում է, չի ընդունվում, դա ուրիշ հարց է։ Բայց երբ որ գացած սկզբունքային հարցեր, որը ասենք քո համար, այսպես կոչված կարմիր գիծը, դա արդեն ստիպված դիմագիծը ցույց տալիս, այդ դիմագիծը դուրս չի գալիս վարչապետին, վարչապետն է դիմում է մանր երջավոր անասուններին։ Պարոն Աղազարյան, ինչու հենց հիմա ձեր նկատմամբ քրեական հետապնդում, անգամ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր մեղադրանք, ինչ է ուզում։ Ես խնդրում եմ դրանա, ես խնդրում եմ ինձ չկապել ոչ Սերժ Սարգսյանի հետ, ոչ կապել Դոնալդ քրեական գործերը կարծես նույն ընդհանուր առմամբ, էսի բանը վարչապետի շոուի բանը հերթական մասն է։ Շոուի մաս ընդհանուր առմամբ։ Իմ հետ կապված կոնկրետ է, որովհետև ես մեր թիմի քչերից մեկն եմ եղել, եթե ոչ միակը, որ համարձակվել եմ տարբեր կարևորագույն հարցերի շուրջ ունենալ ինքնուրույն տեսակետ, որը որոշ դեպքերում հակոտնյա է եղել վարչապետի տեսակետին, որոշ դեպքերում իր համար նաև խնդրահարույց է եղել, եւ հետեւաբար ինքը այս կեսվածն է ընդունել իմ նկատմամբ։ Ծիծաղելի կլինի, որ եթե Հայաստանում կա գոնե մտածում, որ Հայաստանում կա գոնե մեկը, որ մտածում է, թե այդ ամեն ինչը իմ ու պարոն Քարամյանի հետ միջադեպի արդյունքն էր։ Իհարկե ոչ։ Իսկ վարչապետը, երբ որ կարծիք էր արտահայտում Արցախը Ադրբեջանի մաս կազմելուն, դուք հակադրվել եք։ Չէ, ես համաձայն եմ եղել։
Դուք այսինքն համաձայն եք եղել։ Այո, ես համաձայն եմ եղել, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մենք պետք է ընդունենք եւ առաջնորդենք ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով։ Պարոն Աղազարյան, ադրբեջանական Ալիևյան ռոպագանդան մոտ 2-3 օր էլ արդեն ազդարարում է, որ Հայաստանը պատրաստվում է ապրիլին պատերազմ հրահրել Ադրբեջանի դեմ։ Դուք որպես ազգային ժողովի падգամավոր, որպես նախկին ՔՊԱ-ական, ինչ եք կարծում, արդյոք Ալիևը փորձում է ինքը պատերազմ հրահրի։ Այո, ես կարծում եմ դա կապիկություն է Ալիևի կողմից, որովհետեւ ամբողջ աշխարհին պարզ է, որ Հայաստանը իրապես խաղաղություն է ուզում եւ Հայաստանը շատ լավ գիտի, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն ռազմաքաղաքական դաշինք, մեկի վրա հարձակումը դիտարկվում է, մյուսի վրա հարձակում եւ հետեւաբար Հայաստանը մի փոքր դժվարանա Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ պատերազմական գործողություններ հրահարի։ Հետեւաբար այդ ամենը ծամածառություն եւ կապիկություն է, Ալիևը ամեն առիթ օգտագործում է եւ օգտագործելու է էսկալացիայի համար։ Վարչապետ Փաշինյանի ռեյտինգը, վարկանիշը, կարծես թե նվազել է։ Դա տեսնում ենք թե սոցհարցումներով, թե հասարակության կարծիքներով, դուք ինչ կարծիք ունեք, արդյոք նվազել է, թե ինքը պահպանում է իր որոշ ընտրազանգվածը։ Վարչապետի ռեյտինգը նվազել է բավականին, բայց այդուհանդերձ բարձր է, էլի, բոլորից բարձր է, եւ դա շատ Կարծեմ վերջին սոցհարցումներով 11% էր։ Եվ դա շատ վատ է, որ բարձր է, որովհետեւ նորից մի քիչ առաջ ես ասացի այդ մասին, 8 տարի մոտավորապես լինել երկրի ղեկավար այս ծանրագույն իրավիճակում եւ շարունակել դա հնարավոր չի։ Հետեւաբար պետք է ամեն ինչ արվի, որպեսզի վարչապետը գնա հանգստի։ Երբևէ խոսել եք իրան հանգստի ուղարկելու մասին իր հետ։ Իր հետ։ Այո։ Որ իրան հանգիստ է պետք։ Ես նախադրյալների մասին խոսել եմ իր հետ, այո։ Իսկ ինչ է արձագանքել։ Ժպտացել է։ Ու դրանից հետո սկսվեց այս կինոն։ Չէ, դրանից հետո կամաց իմացածները հաստատվեց։ Եվ ինքը ես էլ գիտի, որ իմացածները ճիշտ է, հաստատվել է։ Ես բաներ եմ ասել։ Ինչից է վախենում Նիկոլ Փաշինյանը, որ չի արանում։ Չէ, ինքը չի վախենում, ուղղակի ինքը ուզում է մնա, որպեսզի իր այդ ծրագրերի նպատակները որ ունի, բանա կյանքի կոչի։ Որ նպատակը։ Բայց այդ օրինակ որ նպատակը պետքա կյանքի ասենք ժողովրդավարությունը, ասենք բանը հաստատ։ Բայց ինչ է, եթե ժողովրդավարությունը ուզում հաստատի։ Պետության բանը, պետականության ամրապնդումը եւ այլ, այդ իր նպատակները կա 4-րդ հանրապետության ստեղծումը, այդ արդեն սևեռու նպատակը, որը վտանգավոր։ Լավ գաղափար, ոչ մի լավ բան չկա դե։ Ոչ մի լավ բան չկա 4-րդ հանրապետություն ստեղծելը։ Չէ, ժողովրդավարության մասին է խոսքը։ Ժողովրդավարությունը լավ է, հա։ Բայց ինչ եք ուզում հեռացնել, եթե ինքը ուզում է ժողովրդավարությունը հաստատի երկրում։ Որովհետև ինքը ուզում է ժողովրդավարությունը, ինքը ուզում է կոռուպցիայի դեմ պայքարը հասցնի իր նպատակին, բայց գնում է սխալ ճանապարհով։ Պարոն Աղազարյան, Հայաստանում քաղաք բանտարկյալներ կան։ Որոնց թվին շուտով կարծում եմ դուք էլ կդասվեք։ Ես այդ բանը չեմ, միգուցե ասեն քաղաքական հալածյալներ։ Քաղաք բանտարկյալներ։ Ես դա դավ չեմ հասկանում, որտեղ ես քրեական օրենս գրքով նախատեսված չի, ես ոնց ասեմ դա, ես դժվարանում 2008-ին էլ նախատեսված չէր, բայց Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ ինքը քաղաք բանտարկյալ է։ Դե հիմա համենայնդեպս ես բանը քաղաքական հալածյալ եմ հաստատ։ Քաղաք բանտարկյալ չեք լինի, եթե կալանավորվեք։ Արմեն Աշոտյանը քաղաք բանտարկյալ է, քաղաքական հալածյալ է։ Հալածյալը հաստատ, բայց քաղաք բանտարկյալը թե չեմ կարող ասել, որտեղ ես այդ բանը լավ չեմ հասկանում։ Ես լավ չեմ հասկանում ինչ քաղաք բանտարկյալ։ Եթե չկա քրեական օրենքով նախատեսված, ապա չէ, ապա չես կարող ասես։ Պարոն Աղազարյան, ռադիոտունը գրավելուց հետո 2018 թվականի մասին է խոսքը։ Տեղի ունեցավ ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանի ձերբակալություն։ Սակայն ձերբակալություն տեղի ունեցավ մի քանի օր անց Արցախի պողոտայում ոստիկանության եւ ժողովրդի միջև բախումից հետո։ Ինչու նախ ռադիոտան գրավելուց հետո ձերբակալություն տեղի ունեցավ եւ երկրորդ ամենակարևորը Սևան քերակատարողական հիմնարկում Փաշինյան Կարեն Կարապետյան հանդիպումից հետո դատախազության միջնորդությունը հետ է վերցվում։ Ըստ ձեզ ինչն էր պատճառը, ինչ պայմանավորվածություն են Փաշինյանը եւ Կարեն Կարապետյանը ձեռք բերել այդ ժամանակ։ Պայմանավորվածություն չկար, համաժողովրդական ճնշում էր, այդ ճնշմանը հնարավոր չէր հակազդել որևէ բան։ Ամբողջ ժողովուրդը փոխվում էր։ Բայց ձեր բաց թողնելուց հետո Փաշինյանին, եթե կհիշեք, լուրեր տարածվեցին, որ Կարեն Կարապետյանը մնալու է ամեն դեպքում վարչապետ, այսինքն Նիկոլ Փաշինյանը չի դառնում վարչապետ։ Կհիշեք։ Նորից ցույցեր տեղի ունեցան։ Արդյոք նման խոսակցություն եղել է Կարեն Կարապետյանի։ Չեմ կարող ասել։
Դուք որպես ԿՊ-ի Չեմ հիմնադիր կարող, ես ուրիշ բան անդամներից կարող եմ ասել, որ եթե ժամանակին Սերժ Սարգսյանը չհավաքներ վարչապետի պաշտոնյաները հենց այն սկզբից Կարեն Կարապետյանի տեխնացիան ուներ, կարող է պատահի հեղափոխություն իսկ չլիներ։ Սերժ Սարգսյանն էլ լավ ղեկավարել երկիրը, թե Նիկոլ Փաշինյանը ասես։ Ում օրոքին ավելի քիչ կորուստներ ունեցա, ում օրոքի կոռուպցիան ավելի քիչ եղել։ Այսօրվա կորուստների հիմնական մեղավորներից Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն են։ Բնականաբար իմ համար Նիկոլ Փաշինյանը ավելի լավ ղեկավար է եղել, քան Սերժ Սարգսյանը, որտեղ Սերժ Սարգսյանը իմ համար եղել է ղեկավար, բայց ոչ ընտրված նախագահ։ Ինքը եղել է մեր պետության ղեկավարը, ինքը չի ընտրվել, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ այսպես անգամ իրանք չեն ընտրվել։ Եվ հետեւաբար իրանք լեգիտիմության աստիճանը եղել է 0 Եվ հետեւաբար բանա սխալ ճանապարհը տաճար չի Դուք տանում։ նաև դաշնակցությանն եք արել, դաշնակցական եք եղել։ Այո։ Վերջերս տեղ ունեցավ դաշնակցության ժողովը, կարծես այնտեղ իշխանափոխություն տեղ ունեցավ։ Ինչն էր պատճառը, արդյոք դժգոհություններ կարած ձեզ որպես նախկին դաշնակցական։ Ես շատ լավ տեղյակ չեմ, որ դե բանա լուրջ փոփոխություններ ա տեղի ունեցել բյուրոյի Բյուրոյում ընտրություններում։ փոփոխություն։ Ինչ փոփոխություն։ Այլևս Իշխան Սաղաթելյանը չի։ Բայց հետո ինչ, Մոսկվա Սաղաթելյանը չի, Արմեն Ռոստոմյանն է, նույն թիմն են, նույն ընկերներն են։ Հին ընկերներն են։ Հա, դա ես մանրամասների ծանոթ չեմ կարող որևէ գնահատական։ Շատ լավ, անցնենք Գյումրիին։ Երեք տեղեկացանք, որ դուք ձեր կուսակցությունը սատարելու է Գյումրիում առաջադրված տեխնացուներից Արտյոմ Թումանյանին, ով 2024 թվականի Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված Գյումրու քաղաքապետի ԺՊ-ի համար պրայմերիզին պատրաստվում էր մասնակցել ԿՊ-ի ցուցակով։ Դիմել էր, մերժվել էր։ Ինչու հենց Արտյոմ Թումանյանը։ Երբ որ պարոն Ասլանյանը եւ ես նախաձեռնություն ցուցաբերեցին քաղաքական ուժ հիմնելու, որովհետեւ մեզ թվում է թե մենք ասելիք ունենք, կարող է սխալվում ենք, բայց մեզ այդպես է թվում, կամ ամուր Հայաստանում ես համակիրների բան զգացինք մեր դեպի զանգեր, բաներ հանդիպումներ եւ այլ, այդ թվում նաեւ Գյումրիից։ Եվ երբ որ արտոնացությունների մասին խոսակցությունը գնաց, այդ համակիրներից խոստալուց համակիրները մեզ խորհուրդ տվեցին, որ մենք աջակցենք Արտյոմ Թումանյանին։ Եվ այդ ճանապարհով մենք կանգնել ենք այդ դիրքորոշման վրա։ Իսկ եթե Արտյոմ Թումանյանը շահիկանորեն տարբերվում է բոլոր մյուս տեխնացուներից, որևէ տեխնացուի հանդեպ ես որևէ բան չունեմ, որովհետև պարոն Վարդան Ղուկասյանի հետ պատգամավոր ենք եղել միաժամանակ, որևէ բան չեմ կարող ասել։ Ես իր գործունեությանը շատ ծանոթ չեմ։ Մարտուն բան Գրիգորյանը շատ լավ տպավորություն է թողնում։ Շատ լավ։ Ռուբենը Մեհրաբյան Ռուբեն Մխիթարյան։ Ռուբեն Մխիթարյանը, որ մի քանի անգամ է նաև իր բաներով ինձ անդրադարձել, նույնպես լավ տպավորություն է թողնում, բայց բոլորը հանրապետական են, կամ ներկա կամ նախկին։ Իսկ Սարիկը։ Սարիկն էլ, այո, բոլորը։ Այսինքն Սարիկի հետ կոալիցիա չեք գնալու, եթե հաղթար եք անցողիկ չեմ։ Միայն մեր տեխնացուն է, որ չի եղել որևէ կուսակցության անդամ։ Արտյոմ Ղարաղազարյանը Ես չեմ ճանաչում իրան։ չի եղել կարծեմ։ Հանրապետական չի եղել։ Չէ։ Ուրեմն ներողություն։ Այսինքն միակը չեք որ։ Կուսակցական չի եղել։ Հանրապետական ոչ։ Բայց ինքը բանը բայ Հայաստանը չի ներկայացնում։ Չէ։ Բավական։ Սուրեն Սուրենյանցի Սուրենյանցի բանն է տեխնացուն, հա, ներողություն եմ խնդրում։ Աստոն միակը չեք։ Ամեն դեպքում կոալիցիա կկազմեք ԿՊ-ի հետ, եթե հաղթարեք շեմ։ Մենք ուրեմն մեր կուսակցությունը մեծ աջակցություն է ցուցաբերելու Արտյոմ Թումանյանին, օգտվելով առիթից, եթե կարելի է, ես դիմում եմ ողջ հայությանը, ով մեզ նայում է, եւ այդ մեր հայրենակիցների մեջ նրանք ովքեր որ քիչ թե շատ կիսում են պարոն Ասլանյանի եւ իմ տեսակետը եւ իրենք ունեն Գյումրիում բարեկամ ընկեր հարևան, թող խնդրեն, որ ձանատա մեր տեխնացուին։ Աջակցություն ունենալու ենք, բայց մենք իրենց ազատ ենք թողնում, մենք չենք կարող այդքան ճիշտ հասկանալ, ասենք տեղական ինքնակառավարման մարմնի նրբությունները։ Իրանք են ավելի լավ հասկանում, բայց այդուհանդերձ Արտյոմ Թումանյանը հայտարարել է, որ ԿՊ-ի հետ չի համագործակցելու։ ԿՊ-ի հետ չի համագործակցելու։ Ինքը հայտարարել է այդ մասը։ Հանրապետականների հետ էլ չի համագործակցելու։ Ինչ անել է։ Չէ, ինքը հայտարարել է, որ ԿՊ-ի հետ չի համագործակցելու, մնացածը կերևա հետո։ Իսկ եթե հետագայում համագործակցեց ձեր ասած տաբու հանրապետական Սարիկի հետ, ինչ եք անելու, էլ չեք աջակցելու Արտյոմ Թումանյանին։
Եթե համագործակցես, բնականաբար ոչ։ Իսկ ինչ քայլերով եք պայքարելու Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Հասկացանք ընտրություններ։ Պետք է ներկայանանք ժողովրդին, հիմնավորենք այդ տեսակետը։ Պարոն Աղազյան, ժողովրդին ներկայանալու համար պետք է կոնկրետ ասեք, չէ՞, Նիկոլ Փաշինյանը սխալ է արել այս հարցը։ Իհարկե։ Սխալվել է։ Իհարկե։ Ամենակ բոլորն ասում են, այդ թվում նաև Ամերիկայում գտնվող Վարդան Ղուկասյանը, ով նաև ձերբակալվել է։ Բոլորը, գրեթե բոլորն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը սխալվել է։ Ինչու՞ն է սխալվել։ Փաստ ունեք, հիմք ունեք։ Այո։ Օրինակ, Արցախին վերադառնանք, Արցախը հանձնելու սխալվել է։ Սխալներ եղել են, բայց ոչ ճակատագրական։ Արցախը Հայաստանը եւ վերջ արտահայտություն սխալ արտահայտություն էր, պոպուլիստական արտահայտություն էր ըստ Ինչի համար է։ Ես դա անցնել եմ ուրիշ ձևով եւ ես չեմ հավանում, որ դա սխալ արտահայտություն էր։ Բայց ախր դրանից հետո ասենք հիմա որ ինչ որ մեկն ասում է որ դա առիթ ա եղել որպեսզի որ Ադրբեջանը բանանի եւ այլ դա ծիսաղելի է, դա չի կարող այդպես լինի։ Ադրբեջանը 15 տարի ասում է, եթե չտվեցիք, մենք ռազմականորեն ենք այդ հարցը լուծելու, մեր բյուջեն ռազմական ձեր պետական բյուջեի չափ է, ուր եք այդ հարու եւ այլ եւ այլ եւ այլ։ Հետեւաբար ասենք այդ խոսքերը Արցախը Հայաստանը եւ վերջ եթե հաշենք որ դա առիթ է հանդիսացել էսկալացիայի համար, դա ես համաձայն չեմ դրա հետ։ Զրոյական կետից սկսելն էր։ Զրոյական կետից սկսելը սխալ էր։ Որն էր զրոյական կետը։ Ասում են բոլորը զրոյական կետ։ Վերջը եղել է իշխանության մաս։ Որն էր այդ զրոյական կետը։ Զրոյական կետը հիմա իր պատերազմը զրոյական կետը առանց Արցախ Հայաստանից ենք սկսելու։ Ոչ, զրոյական կետը հիմա իր համար դարել է իդեա ֆիքս։ Այդ որ 4 հանրապետություն ստեղծի, սա է զրոյական կետի դրսևորում։ Այդ որ ուզում է նոր սահմանադրություն, սա է զրոյական կետի դրսևորում։ Իսկ նոր սահմանադրությունը այնպես անի, որ ամեն ինչը կապվի։ Նոր սահմանադրությունը Ալիևի պահանջով է փոխում, պարոն Աղազարյան։ Եղել է ԿՊՄ երբևէ խոսակցություն, որ Ադրբեջանը պահանջում է փոխել սահմանադրությունը, հակառակ դեպքում խաղաղության պայմանագիր չի կնքվի։ Չէ, այդպես խոսակցություն չի եղել, բայց մենք 18 թվականից արդեն մտածում ենք սահմանադրական փոփոխությունների մասին եւ կոവിഡ്ը խանգարեց, չէ՞, փոփոխություն, բարեփոխումներ անելու համար եւ երբ որ չեղավ, այդ մտածեցինք, որ բանը ամբողջական փոփոխություններ կատարվի սահմանադրության։ Հիմա ես մեր մոտ քննարկում չի եղել այդպեսի, որ ասենք բանը վարչապետը կամ արտաքին գործերի նախարարն ասի, որ Ադրբեջանի պահանջն սահմանադրությունը փոխել, հակառակ դեպքում խաղաղության պայմանագիր չի կնքվի։ Դա էլ կարևոր չի, դա ավելի կարևոր, ավելի վտանգավոր բաներ կան։ Ավելի վտանգավոր բանը փախստականների վերադարձի մասին խոսույթն է, որ Ալիևը բարձրացնում է։ Ասենք դա է վտանգավորը։ Մենք չպիտի շեղվենք։ Իսկ Փաշինյանը համաձայնվել է Ալիևի այդ պահանջներին։ Ես չեմ կարող ասել։ Եթե քանի որ ոչ թե եթե քանի որ երկու ժողովուրդների մեջ մեծ արյուն է հոսել եւ այդ որոշ դեպքերում սկետարուն չի չորացել, այդ դրույթի այսօրվա կյանքի կոչելը դա պատերազմական բաների էսկալացիաների լուրջ վտանգ է պարունակում եւ հետեւաբար անթույլատրելի է այս этаպում այդ մասին, ասենք որևէ բան խոսել։ Հիմա Ալիևով ասում է, մենակ չեն արձագանքում։ Իսկ ես 2 տարի անընդհատ հարց եմ տվել համապատասխան քննարկումների ժամանակ։ Այդ հարցը քննարկման առարկա եղել է, թե չէ, միշտ ստացել են բացասական պատասխան, միջև որ վերջերս Ալիևը արդեն բացայտ հայտարարեց։ Պարոն Աղազարյան, վերադառնալով ձեր քրեական գործին, ազգային ժողովում ԿՊ-ն ըստ ձեր դեմքը քվարկի, ձեր կալանավորման, ձեր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն։ Կարծում եմ որ քվարկի, այո։ Այսինքն ձեր մեջ ընկերներ չկան, ձեր մոտ։ Կան, քիչ կան, բայց դե բոլոր դեպքերում քվարկի։ Այսինքն միշտ ԿՊ-ն քվարկել է վերևից եկած հրամանով, Նիկոլ Փաշինյանի հրամանով, SMS-ներով։ Դե գիտեք ինչ կա, եթե դատախազությունը գալիս է միջնորդության, որպեսզի թույլտվություն ստանա, որպեսզի պատգամավորի նկատմամբ քրեական վարույթ հարուցվի, հետապնդում հարուցվի, մի քիչ դժվար է մերժելը։ Մի քիչ դժվար է մերժելը, որովհետեւ պատգամավորը ինքը բան չի, ինքը իրավաբան չի, պրոֆեսիոնալ չի այդ ոլորտում, չի կարող գնահատական տա։ Հա, թող է թա, հիմա քրեական վարույթը, հո այն որ կոմա քվեարկելու դատախազությունը չէ զրկում, անձնամխելիությունը։ Կոմա քվեարկելու դատախազի միջնորդությունը չի նշանակում, որ ինքը մտածում է, որ Աղազյան Հովիկին հաջորդ օրը կալանավորելու են։ Հա, ուղղակի մեղադրյալի կարգավիճակ են տալու։ Պարոն Աղազյան, իմ մոտ այն տպավորությունն է, որ դուք փորձում եք պաշտպանել ձեր նախկին կուսակիցներին, անկախ ամեն ինչից, անկախ նրանից, որ ձեզ մեղադրում էին պետական դավաճանության մեջ, տարբեր հանցանքների մեջ, այդ թվում Հայկ Կոնջորյանը, ԿՊ-ական մյուս պատգամավորները։ Իմ նախկին թիմակիցներից մի քանի հոգի են իրաց թույլ տվել լակտիություն եւ մտել են իմ հեռախոսի անձնական էջերի մեջ։
Մնացած բոլորը ոչ մեկը թույլ չի տվել իրան այդպեսի բան։ Ես ո՞նց իրանց չհարգեմ։ Ովքեր են եղել այդ լեկտություն թույլ տվող падգամավորները։ 3-4 հոգի պատճառով, 3-4 հոգի սողունի պատճառով ես պիտի մյուսների բան անեմ։ Ովքեր են այդ սողունը։ Չեմ ասի։ Ինչի՞ չեք բացում։ Բայց ինչի՞ ասեմ, ինչ կարևոր է։ Հանրությունը իմանա վերջի ովքեր են սողունները, բան աղազան։ Դուք եք բանում, որ ես յանը բան, իմ դիմակայցին պաշտպանում։ Ես ձեզ ասում եմ, իմ բանը հերախոսը բացել են դրել են առաջ, մի քանի սողուններ նայել են իմ անձնական, մեղ անձնական էջերն են նայել։ Ես ասկի մարդ էլ չեմ համարում, բայց մյուսները ես թույլ չեն տվել նա։ Համաձայն եմ, բան։ Ես ասած ինչ պիտի ներանա։ Բան աղազան, համաձայն եմ, բայց տեսեք դուք քաղաքական գործիչ եք։ Հա։ Հանրությանը ներկայացնելու բան չունեք, թե ովքեր են այդ սողունները։ Ի վերջո պետք է չէ մենք ես անձամբ որպես այս հասարակության մի մասնիկ իմանամ Պողոս Պողոսյանը սողուն է։ Շատ լավ գիտեք։ Ես անձամբ անկեղծ ասած չգիտեմ։ Եթե ես հետո կասեմ։ Շատ լավ։ Հրապարակելու ենթակա չի։ Հարմար չեմ գտնում։ Ինչու։ Իսկ հիմա ինչպես են այդ սողունները ձեր հանդեպ։ Բավար հանգած մի դեպքում սխալված լինեմ։ Այսինքն բավար հանգած մի դեպքում սխալված լինեմ։ դուք վստահ չեք։ ԱԱԾ-ն չի ստուգել ձեր հեռախոս, այլ սողուններն են։ Չէ, ԱԱԾ-ն ստուգելը տվել է իրանց։ Ինչ կապ ունի դա։ Ինչու է ԱԱԾ-ն նման գործելավոճ ворթ է գրել, պարոն Աղազարյան։ ԱԱԾ-ն թե բանա հակակոռուպցիոն։ Թեկուզ հակակոռուպցիոն, ուժային կառույցները։ Եթե որևէ ուժային կառույց ինչ որ եղանակով իմ անկողնուց, իմ գրպանից, իմ դոշակի տակից փաստաթուղթ հանել, ինչ եղանակով ուզում լինի, ապացույց հանել, որտեղ կա պետությանը անվտանգությանը առնչվող խնդիր, ես օքեյ եմ։ Ես խնդրեմ չունեմ հետո։ Բայց ով մտել է իմ հերախոսի անձնական տիրույթ ինքը ստոր արարած է։ Չեք բացահայտելու ովքեր են ստոր արարածները։ Դե այդտեղ դուք գիտեք ովքեր են։ Եվ վերջի հարցը, պարոն Աղազարյան, մեր գլխավոր դատախազը Փաշինյանի հրամանով որոշումներ կայացնող է։ Այո։ Այսինքն չունենք իրավական մաքուր։ Հիմա ես էլ ապացույց։ Հիմա ես էլ ապացույց եմ։ Չէ, սա բանը վարչապետը կայանում է հերոստատուսությամբ, ՀՄԿ-ի հերոստատուսությամբ ասում է դուք ով է Կարեն Անդրեասյանը, որ ինքը կամա որ հրաժարվի։ Ես եմ ասել, որ պիտի հրաժարվես։ Այսինքն դե ապացուցելու բան կա։ Հետևաբար այդ ճշումը ո՞նց է լինում։ Հետևաբար Հայաստանում կան թե քաղաքբանտարկյալներ, պարոն Աղազարյան, այս ամեն ինչ ես իրավաբան չեմ, ձևակերպել չեմ կարող։ Ձևակերպում որպես քաղաքական գնահատական։ Հալածյալ բառին համաձայն եմ։ Որպես քաղաքական գնահատական, այլ ոչ իրավական։ Կան քաղաքական բանտարկյալներ։ Ես չեմ հասկանում ինչ անշանակում քաղաքական բանտարկյալ։ Քաղաքական Հայաստանի համար ձերբակալվածներ։ Դուք սահմանեք, ես ասեմ։ Քաղաքական Հայաստանի համար ձերբակալված, կալանավորված։ Հիմա վաղ միսօրը ինչի տարբերակով ես հատեք պարզվի, որ այդ ինչ բանումից որ մեղսագրում են, ինչ-որ բան պարզվի։ Դարավես քաղաքական բան եմ, հալածյալ եմ, բանտարկյալ եմ։ Չէ, դուք վստահ եք, չէ, որ նման հանցանքների մեջ չկաք։ Բանտարկվածների 90%-ը գիտեմ, որ իրենք անարդարացի են դատապարտված։ Ներքուստ վստահ եմ, որ հանցագործը անմեղ, պարոն Աղազարյան։ Դե հետևաբար, քանի որ ես եմ ավելի շատ ին վրա վստահ, քան թե դուք ին վրա վստահ, ես հետևաբար ասում եմ, որ սա իմ նկատմամբ քաղաքական հանցանք է։ Ոնց կբնութագրեք Նիկոլ Փաշինյանի այս ամեն գործողությունները։ Մեկ բառով։ Որ իմ հետ կապված ընդհանրապես։ Ձեր մնացածի հրաման տալու դատախազությանը, ոստիկանությանը։ Չէ, դե սա արդեն ասել եմ, որ ինքը կամաց դառնում է ավտորիտար ղեկավար, ինքը շատ վտանգավոր է։ Որովհետև ինքը որևէ մեկին չի լսում, որևէ մեկի խորհուրդը չի լսում այլևս, բոլոր որոշումները կայացնում է ինքը, որոշ տեղերում էլ մանևրում է, ցույց տալիս, որ ինքը չի, բայց ինքն է, եւ քանի որ ինքը բոլոր դեպքերում մարդ է, մահկանացու է, կարա ունի իր սխալվելու լիմիտը, բայց իր սխալները կարող են ճակատագրական պետականության համար։ Հետևաբար, քանի որ պարոն վարչապետը արդեն բարոյապես, ֆիզիկապես, հոգեպես մաշվել է այս դաժան իրականության մեջ երկրի ղեկավարը լինելու տևական ժամանակ, պետք է խնդրենք, որ հեռանա։ Եթե քպեից ձեզ չհեռացնեին, կրթվել է նորաձև այդ ակցիային մասնակցեիք, պարոն Աղազարյան։ Վարչապետի տիկնոջ կողմից։ Չէ, ես լուրջ բան չեմ տեսնում։ Շնորհակալություն, պարոն Աղազարյան։ Շնորհակալություն, այսօր մեր տաղավարում էր Հովիկ Աղազարյանը, կհանդիպենք։